Գլենդելում ընտրությունների գիշերը նախնական պատկերը նույնը թողեց։ Քաղաքային խորհրդի 3 թափուր տեղի համար պայքարը շարունակվում է ձայների հաշվարկով, ով է մտնելու City Hall, իսկ ով դուրս մնալու։ Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրությունները քաղաքական թրիլեր, Fox News-ից դեպի Սակրամենտո ճանապարհ բռնած Սթիվ Հիլթոնը փորձում է ապացուցել, որ նույնիսկ կապուտ Կալիֆոռնիան կարող է կարմրել։ Ժամեր շարունակ պատաններով փակված Chase բանկը վերջում վերածվել է FBI-ի եւ հատուկ ջոկատայինների գործողության կենտրոնի, լռությունը խախտել է միայն մեկ բան՝ կրակոցների ձայնը։ Օդանավակայանում վտանգավոր ուղեբեռ, պայթուցիկ սարք, ժամաչափ, 5 հեռախոս եւ խորհրդավոր հաղորդագրություն։ Մենք սպասելու ենք ձեր զանգին։ Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայում սկսվում է հանցագործության դեմ պատմական պատերազմ, $300 միլիոն նոր ոստիկաններ եւ քաղաքների վերագործարկում։ Մերձավոր Արևելքում հրադադար բառը կրկին կախված է օդում, Իրան, Իսրայել, Լիբանան, հրթիռներ, անօդաչուներ եւ Կենտկոմի հայտարարությունները։ Տարածաշրջանը նորից դարձել է աշխարհի ամենավտանգավոր բեմերից մեկը։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Vivaldi Catering բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Vivaldi Lunch փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Vivaldi Catering համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեզիա YouTube-յան ալիքում ամենագլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մշտական աջակցության համար։ Իդեպ մեր վերջին տեսանյութերից, ընդհանրապես առհասարակ վերջին շրջանի տեսանյութերից հասկանալի է դառնում, որ հայկական թեմաներն ավելի շատ են հետաքրքրում, լինի դա Հայաստանին վերաբերող, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայերին վերաբերող, այնպես որ կաշխատենք հետագայում ավելի ընդլայնված մոտենալ այս թեմային։ Եվ սկսենք լուրերը Գլենդելից, Գլենդելում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրություններում այս տարի պայքարը ընթանում էր 3 թափուր տեղի համար։ Ըստ գործող համակարգի ամենաշատ ձայներ հավաքած առաջատար եռյակն է անցնում քաղաքային խորհրդի կազմ։ Այս պայն հրապարակված նախնական արդյունքներով առաջատար 3 թեկնածուներն են Դեմ Բրոդման 16.38%, նույնինքը 11151 ձայն, Էլենա Սատրյան 14.67%, 9983 ձայն եւ Ալեկ Բարտրոսով 12.34%, նույնինքը 8397 ձայն։ Նրան շատ մոտ է Պատրիկ Մրֆին 12.3%-ով 8192 ձայնով։ Տարբերությունը Բարտրոսովի եւ Մրֆիի միջև այս պայն ընդամենը 200 ձայն է եւ հաշվի առնելով, որ դեռ բոլոր քվեաթերթիկները հաշվված չեն, երրորդ տեղի համար պայքարը փաստացի շարունակվում է։ Դեմ Բրոդմանը ներկայումս արդեն հանդիսանում է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ եւ այս ընտրություններով փորձում է շարունակել պաշտոնավարումը։ Նա քաղաքականության մեջ հայտնի է որպես բիզնես եւ ֆինանսական հարցերի վրա կենտրոնացած անհատականություն։ Բրոդմանը նախկինում աշխատել է ֆինանսական եւ ներդրումային ոլորտում եւ քաղաքային խորհրդում հաճախ ներկայացել է որպես բյուջետային կարգապահության կողմնակից։ Էլենա Սատրյանը եւս գործող քաղաքային խորհրդի անդամ է եւ վերջին տարիներին դարձել է Գլենդելի ամենաճանաչված հայ քաղաքական դեմքերից մեկը։ Նա առաջին անգամ ընտրվել էր քաղաքային խորհուրդ եւ ակտիվորեն սկսել զբաղվել համայնքային կրթական եւ ներգաղթի թեմաներով։ Ասատրյանը հայտնի է իր կոշտ դիրքորոշումներով կապված հանրային անվտանգության, IC գործողությունների եւ հայկական համայնքի շահերի պաշտպանության հետ։ Ալեկ Բարտրոսովը Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ կընտրվի առաջին անգամ։ Նրա հիմնական շեշտադրումները կապված էին քաղաքային ծառայությունների, բնակարանային խնդիրների եւ համայնքային կառավարման հարցերի հետ։ Եթե վերջնական արդյունքները պահպանվեն, ապա այս եռյակը կմիանա քաղաքային խորհրդի 2 անդամին եւ կպաշտոնավարի 4 տարի, միջակայքում ներդառնալով քաղաքապետ։ Հիմա արդեն ավելի գլոբալ ընտրություններից Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրություններում անակնկալ զարգացում է գրանցվել հանրապետական Սթիվ Հիլթոնը առաջատար է եւ այս պահին Խավիեր Բեսարայից առաջ է մոտ 3%-ով։ Ավելի քան կես քվեաթերթիկների հաշվարկից հետո արդյունքները հետեւյալն են. Սթիվ Հիլթոն 27.76%, Խավիեր Բեսարա 25.36% եւ Թոմ Սթայեր 19.60%։ Եթե այս պատկերը պահպանվի, նոյեմբերին Կալիֆոռնիան կստանա բավական թեժ մրցակցություն։ Հիլթոն versus Բեսարա ձևաչափ
չափով։ Հիլթոնը, որը նախկինում Fox News-ի հաղորդավար էր եւ բրիտանական քաղաքական խորհրդատու, հայտարարել է, որ Կալիֆոռնիան վերջապես փոփոխության հնարավորություն ունի։ Խավիեր Բեսարանը Լոս Անջելեսում հայտարարել է, որ Կալիֆոռնիայի երազանքը դեռ կենդանի է եւ ընդգծել է, որ վերջնական խոսքը պատկանում է ընտրողներին։ Այս ընտրությունները հատկապես անսպասելի շրջադարձ ստացան այն բանից հետո, երբ նախկին ֆավորիտ Էրիկ Սվալվելը ապրիլին դուրս մնաց մրցապայքարից սեքսուալ ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին։ Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում Քերեն Բասը առայժմ առաջատար է։ Նախնական արդյունքներով Բասը ստացել է ձայների 34.78%-ը։ Սպենսեր Պրատը ունի 30.44% աջակցություն, իսկ Նիտիա Ռամանը 22.32%։ Բասը, որի առաջին պաշտոնավարման տարիները ուղեկցվեցին լուրջ հրդեհների եւ անօթևանների ճգնաժամի քննադատություններով, հայտարարել է, որ շարունակելու է պայքարը մինչև վերջնական հաղթանակ։ Երեք հայտնել են Կալիֆոռնիայի Բեքերսվիլ քաղաքում բանկում ռումբի սպառնալիքի եւ պատանդառած անձի մասին։ Առավոտյա մոտավորապես ժամը 4:20-ին Դաշնային հետաքննությունների բյուրոյի FBI աշխատակիցների կրակոցներից հետո կասկածյալը սպանվել է, իսկ 10 պատաններ ազատ են արձակվել։ Բեքերսվիլդի ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր պատանները ազատ են արձակվել առանց վնասվածքների եւ դեպքի վայրում ստացել են բժշկական օգնություն։ Ոստիկանությունը բնակիչներին խորհուրդ է տալիս առայժմ հեռու մնալ տարածքից, քանի որ իրավապահ մարմինները շարունակում են ակտիվ հետաքննությունը։ Մոտակա փողոցներում էլ շարունակում են գործել երթևեկության սահմանափակումները եւ վարորդներին հորդորվում է խուսափել այդ հատվածից կամ ընտրել այլընտրանքային երթուղիներ։ Գործողության ավարտին պատանների հարազատները ծափահարություններով են դիմավորել FBI եւ հատուկ ստորաբաժանման աշխատակիցներին։ Սակրամենտոյի միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Կալիֆոռնիայի մի բնակիչ, որը փորձել է ռումբ անցկացնել անվտանգության ստուգման կետով։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը։ Տղամարդը փորձել է անցնել TSA-ի ստուգման կետով դեմքը շարֆով փակած, ձեռքերին էլ կրելով լատեքսից ձեռնոցներ։ Նրա ձեռքի ուղեբեռում գործակալները հայտնաբերել են M տիպի պայթուցիկ սարք եւ այրիչ, որը կարող էր օգտագործվել պայթուցիկը գործարկելու համար։ Բացի այդ, պայուսակում եղել են դանակ, մկրատ, մկրատի սայրեր, աերոզոլային տարա եւ պլաստիկ կապիչներ։ Իրավապահները նաեւ հայտնաբերել են 5 բջջային հեռախոս։ Դրանցից մեկի վրա եղել է 15 րոպեանոց ժամաչափ, որը պատրաստ էր գործարկվելու։ Մյուս հեռախոսի էկրանին եղել է անհայտ համարից ուղարկված անհանգստացնող հաղորդագրություն, որտեղ գրված էր. «Մենք սպասելու ենք ձեր զանգին»։ 49-ամյա Սակրամենտոյի բնակիչ Կիմանի Օսայանդե Ջոնսը փորձել է American Airlines-ի չվերթով մեկնել դեպի հյուսիսային Քարոլինայի Շարլոտ քաղաք։ Ջոնսն այս տարվա ընթացքում 13 անգամ զանգարել է FBI, պնդելով, որ իրեն սպառնում եւ ահաբեկում են։ Այդ զանգերի ընթացքում նա հայտարարել, թե իրեն հետևում են, վնասում են քնած ժամանակ, ստիպում են տարբեր գործողություններ անել եւ սպառնում են կյանքին այն մարդիկ, որոնք ըստ նրա կարողանում են անգամ մուտք ունենալ իր հաղորդագրություններին։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը սկսել է ամերիկյան պատմության մեջ ամենահաջող պայքարը հանցավորության դեմ եւ այժմ անցնում է լայնածավալ նոր ծրագրի իրականացմանը։ Թրամփի խոսքով նախորդ տարի Միացյալ Նահանգներում սպանությունների մակարդակը գրանցել է պատմության ամենամեծ անկումը, հասնելով վերջին 125 տարվա ամենացածր ցուցանիշներից մեկին։ Նա նաեւ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների սահմանով ներթափանցող ֆենտանիլի քանակը կրճատվել է 60%-ով։ Վաշինգտոնից մինչև Մեմֆիս, Նյու Օրլեան եւ մեր հարավային սահման մենք վերականգնում ենք օրենքն ու կարգուկանոնը Ամերիկայում, ասել է Թրամփը։ Նրա հանձնարարությամբ արդարադատության նախարարությունը սկսել է նոր ծրագիր, որը կոչվում է քաղաքների բարեփոխման նախաձեռնություն։ Ծրագրի նպատակն է խոշոր քաղաքներում կտրուկ նվազեցնել հանցագործությունները։ Ընտրված քաղաքների համար արդարադատության նախարարությունը նախատեսում է հատկացնել $300 միլիոն դրամաշնորհներ, նոր ոստիկաններ աշխատանքի ընդունելու, տեխնիկան արդիականացնելու, վերապատրաստումներ իրականացնելու եւ իրավապահ համակարգը ուժեղացնելու համար։ Թրամփի խոսքով ֆինանսավորումը նաեւ ուղղվելու է թմրամիջոցների դեմ պայքարին, երիտասարդական հանցավորության կանխարգելմանը եւ կրկնահանցագործությունների դեմ գործողություններին։ Ծրագրին կարող են դիմել այն քաղաքները կամ տեղական կառավարությունները, որոնց բնակչությունը գերազանցում է 100,000 մարդ։ Դիմումների ընդունումը բաց կլինի առաջիկա 90 օրերի ընթացքում։ Թրամփը նաեւ կոչ է արել բնակիչներին ուղղորդել իրենց տեղական ներկայացուցիչներին, որպեսզի մասնակցեն ծրագրին, հայտ ներկայացնելով justice.gov/grants կայքի միջոցով։ Մենք ավելի շատ ոստիկաններ ենք դուրս բերելու փողոցներ եւ վտանգավոր հանցագործներին դնելու ենք ճաղերի հետևում այնտեղ, որտեղ նրանք պետք է լինեն, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահը։ Մերձավոր Արևելքում լարվածությունը կրկին սրվել է։ Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտարարել են, որ Իրանը նոր հրթիռային հարձակումներ է իրականացրել Բահրեյնի, Քուվեյթի եւ տարածաշրջանի այլ թիրախների ուղղությամբ, սակայն այդ հարձակումները կամ կանխվել են կամ ձախողվել։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով Իրանի արձակած երկու հրթիռ, որոնք ուղղված էին Քուվեյթին, չեն հասել թիրախին։ Միացյալ Նահանգները նաև հայտնել է, որ խոցել է իրանական անօդաչուներ, որոնք թիրախավորում էին քաղաքացիական նավեր եւ ամերիկյան ուժերը Քուվեյթում։ Բացի այդ, 3 հրթիռ են որսացել, որոնք ուղղված էին Բահրեյնի կողմը։ Կենտկոմը հայտարարել է նաև, որ հարվածները իրականացրել Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Քեշմ կղզու ուղղությամբ Իրանի կողմից հարձակումների փորձերից հետո։ Իրանի պետական լրատվամիջոցները հայտարարում են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներով եւ անօդաչուներով հարձակվել է Բահրեյնում գործող ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբի վրա։ Նշվում է, որ այդ գործողությունը պատասխան էր Միացյալ Նահանգների կողմից Քեշմ կղզուց հարավ գտնվող կապի աշտարակի վրա իրականացված հարձակմանը։ Սակայն Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը պնդում է, որ Իրանի բոլոր հարձակումները ձախողվել են եւ հավելել, որ ամերիկյան ուժերը պատրաստ են հետ մղել չհրահրված իրանական ագրեսիան։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են, հակառակ իրանական լրատվամիջոցների այն տեղեկություններին, թե Վաշինգտոնի հետ կապերը մի քանի օրով դադարեցվել են։ Լարվածությունը շարունակվում է նաև Լիբանանում։ Լիբանանյան աղբյուրների փոխանցմամբ Իսրայելը շարունակում է հարվածները հարավային Լիբանանի մի շարք քաղաքների ուղղությամբ, չնայած 1 օր առաջ ԱՄՆ միջնորդությամբ հայտարարված մասնակի հրադադարին։ Նյուպորտ Բիչի մի բնակիչ եւ Իրանում գործող տեխնոլոգիական ընկերության ղեկավար Ջամշիդ Ղոմին ձերբակալվել է դաշնային մեղադրանքներով։ Միացյալ Նահանգների դատախազության տվյալներով նա տարիներ շարունակ ամերիկյան արտադրության ցանցային եւ կոդավորման սարքավորումներ է մատակարարել Իրանի ռազմական եւ միջուկային կառույցներին։ 63-ամյա Ջամշիդ Ղոմին, որը Միացյալ Նահանգների եւ Իրանի երկքաղաքացի է, մեղադրվում է դավադրություն կազմակերպելու մեջ։ Այդ մասին հայտարարել է Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի դատախազությունը։ Դաշնային իշխանությունների տվյալներով Ղոմին հիմնել եւ ղեկավարել է Թեհրանում գործող համակարգչային ցանցերի ընկերություն եւ ավելի քան 10 տարի առանց ԱՄՆ ֆինանսների նախարարության հատուկ թույլատվության Իրանի համար ձեռք է բերել բարձր տեխնոլոգիական ամերիկյան սարքավորումներ։ Դատախազները պնդում են, որ այդ սարքավորումների մի մասը մատակարարվել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը, որը վերահսկում է երկրի միջուկային ծրագիրը, ինչպես նաև Իրանի պաշտպանության նախարարությանը եւ զինված ուժերի լոգիստիկ կառույցների։ Քննիչները նաև մեղադրում են Ղոմիին 2011-ից 24 թվականների ընթացքում ավելի քան $15 միլիոն ԱՄՆ տեղափոխելու եւ այդ գումարները IRS-ին կեղծ ներկայացնելու մեջ որպես արտասահմանյան ժառանգություն։ Իշխանությունների տվյալներով պատժամիջոցների շրջանցման ենթադրյալ սխեմայից ստացված գումարներով ֆինանսավորվել է $35 միլիոն արժողությամբ առանձնատան կառուցումը։ Դաշնային պաշտոնյաները հայտարարում են, որ արդեն սկսել են գույքը բռնագրավելու գործընթացը։ Թրամփի վարչակազմը առաջարկում է նոր մաքսատուրքեր սահմանել շուրջ 60 երկրների ներմուծումների վրա, հայտարարելով, որ այդ երկրները բավարար քայլեր չեն ձեռնարկում հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների դեմ պայքարելու համար։ Միացյալ Նահանգների առևտրի ներկայացուցիչի գրասենյակի առաջարկով նոր մաքսատուրքերը կարող են հասնել մինչև 10 կամ 12.5%-ի։ Վաշինգտոնը պնդում է, որ որոշ երկրներ շարունակում են թույլ տալ այդ ապրանքների մուտքը համաշխարհային շուկա, ինչը ըստ Միացյալ Նահանգների վնասում է ամերիկյան բիզնեսներին եւ աշխատողներին։ Նոր առաջարկները ներկայացվել են այն նույն մեխանիզմով, որը Թրամփը նախկինում օգտագործել էր Չինաստանի դեմ առևտրային պատերազմի ժամանակ։ Քայլը նաև կապված է այն բանի հետ, որ Միացյալ Նահանգների գերագույն դատանը փետրվարին չեղարկել էր Թրամփի վարչակազմի մաքսատուրքերի մեծ մասը եւ այժմ Սպիտակ տունը փորձում է վերակառուցել այդ համակարգը նոր իրավական հիմքերով։ 10% մաքսատուրքեր կարող են սահմանվել Եվրամիության, Թայվանի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Միացյալ Նահանգների հարևանների, Մեքսիկայի եւ Կանադայի ներմուծումների վրա։ Բացի այդ, հետաքննության տակ գտնվող մյուս 45 երկրի նկատմամբ կարող են կիրառվել լրացուցիչ կամ ամբողջական 12.5% մաքսատուրքեր։ Այդուամենայնիվ նշվում է, որ որոշ ապրանքներ ազատված կլինեն նոր մաքսատուրքերից։ Դրանց թվում են էներգակիրները, հանքանյութերը, որոշ մետաղներ, տավարի միսը, սուրճը, դեղագործական ապրանքները, ինքնաթիռների մասերը եւ այլ ընտրված ապրանքներ։ Ինչ, այսօրվա համար այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ անպայման սեղմեք լայք կոճակը, այդպիսով հավանություն տալով մեր կատարած աշխատանքին, բայց ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։